Անկախ նրանից, ով ինչ է մտածում Արի տուն ծրագրի մասին, այն կայացել է ու Հայաստան եկող պատանիների թիվը անցել է 1000-ից։ Սփյուռքի նախարարության անցած տարվա բյուջեի կատարողականը ներկայացնելիս ասում է նախարարը. առայժմ չի հաջողում սիրիահայերին բնակարանով ապահովելու ծրագիրը, որը սակայն բյուջետային չէ։ Հավաքագրված գումարն ըստ Հրանուշ Հակոբյանի բավարար չէ ծրագիրը սկսելու համար։ Իսկ բյուջետային ծրագրերը 17-ն էին, բոլորն էլ կատարված են գրեթե 97%-ով։ Պակասող տոկոսները խնայողություններն են, հիմնականում սոցիալական փաթեթի հաշվին։ Մուտքագրվող գումարները աշխատակիցներն ամբողջությամբ չեն օգտագործում գրեթե բոլոր գերատեսչություններում։ Այսպիսով կրթության եւ գիտության նախարարությանը հատկացված ավելի քան 35 միլիարդ դրամից ծախսային մասը 91,86% է կազմել։ Ռուբեն Հակոբյանը նկատում է, պետական ծրագրով մեծ թվով երիտասարդներ են արտասահմանում ուսանում, բայց նրանց 60%-ը այդպես էլ չի վերադառնում։ Պատգամավորն առաջարկում է փոխհատուցման մեխանիզմ կիրառել եւ ոչ միայն։ Պետք է սահմանի, որ ով որ չի ծառայել բանակում, նա չի մեկնում միջպետական պայմանագրերով ուսանելու։ Տեսակետների մի մասը մեր մոտ համամկնում է, դուք լավ գիտեք, որ կառավարությունը բերեց զինապահության մասին օրենքում համապատասխան փոփոխություն կատարելու նախագիծը հենց միջպետականների մասով։ Այսօր վիճակը մի քիչ ավելի բարվոք է այն վիճակագրության մեջ, որ դուք ներկայացրեցիք։ Եթե կարողանանք խելացի լուծում գտնել, որտեղ եւ մարդու հիմնական ազատությունները, տեղաշարժման, անձնական կյանքի եւ այլն, գիտեք ինչ դեմագոգիա է ածակում նման հարցերում, որը փսակվել է, մնացել է Խաբարովսկում, ենթադրենք, իր անձնական կյանքն է եւ ինքն է որոշում ինչպես այն տնօրինել եւ այլն։ Եթե կարողանանք նուրբ լուծումներ գտնել, բայց հստակ, ես պատրաստ եմ աշխատելու։ Ռուզաննա Մուրադյանին դասագրքերի բովանդակությունն է հետաքրքրում։ Նա առաջարկում է դրանց փորձարկման ժամկետը 6 ամսվա փոխարեն 1 տարի դարձնել եւ դրա բարդության աստիճանը գնահատել կիրառումից հետո եւ ոչ թե ուսուցչի կարծիքի հիման վրա։ Նախարարը դեմ է ժամկետի երկարաձգմանը։ Աշոտյանը ընդունելով հանդերձ, որ դասագրքերը հագեցած են ու դժվար ընկալելի, միաժամանակ նշում է, քանի որ մենք հավակնոտ ազգ ենք, ենթադրաբար ծրագրերն էլ պետք է բարդ լինեն։ Ես եմ դա ասում ու ավելի հիմնավոր, որ դասագրքերի մի զգալի մասը լավը չեն։ Բայց լուծման տարբերակները շատ չեն իրականում։ Կամ համաձայնում ենք, չենք համարում ազգային արժանապատվության նսեմացում, ենթադրենք գերմանական դասագրքի թարգմանությունը կամ նույն ռուսական կամ սովետական, որ այսօր շատ հաճախ օգտագործվում է տարբեր երկրներում, օրինակ երկրաչափություն, մաթեմատիկա, առարկաների խորհրդային դասագրքերը լավագույններից են համարվում առ այսօր։ Կամ փորձում ենք մեզանով գրել նորմալ դասագիրք։ Բայց քիչ չեն նաև հաջողված դասագրքերը, որոնք անգամ արտահանում ենք, հավելում է նախարարը։ Աշոտյանի դիտարկմամբ առաջիկա 3-4 տարվա ամենաճակատագրական փոփոխությունը դասագրքերի բովանդակությունն է լինելու, որը շատ ծախս չի պահանջում։ Թերեզա Կադայեվչյան, Գևորգ Մանուկյան, ժամը լրատվական։